Բարև ձեզ, խնդրեմ։ Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը մինչեւ անգամ հայ խառն հրահանգներով հայտարարություններով հարձակվում են հայ առաքելական եկեղեցու դեմ, սա ինչի դրսևորում է, ինչով է պայմանավորված, համեցեք։ Պայմանավորվածը շատ ակնհայտ է իհարկե, Հայաստանում ինչ այսպիսի հարձակում տեղի է ունենում որևէ հայկական կառույցի վրա, ինքը պայմանավորված է թուրք-ադրբեջանական այդ վանդակով, որի մեջ կամ միտումնավոր մտել է Նիկոլ Փաշինյանը, կամ ի սկզբանե մտել է, դա էական չի, էականը նա է, որ նա գտնվում է թուրքական ափի մեջ, եթե իր արած դավաճանական քայլերի արդյունքում, թե մինչև այդ արդեն կրոնափոխ էր եղել եւ որոշել էր, որ պետք է հայ ժողովրդին խաբի, մինչդեռ մահմեդականության մեջ էլ այն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, բնականաբար չի ողջունում։ Հիմա եկեղեցին փաստորեն այն ամենակազմակերպված կառույցն է, որը թե ունի ռեսուրս, մարդկային եւ ֆինանսական եւ խելք, գիտելիք եւ կամք, որը զբաղվում է հիմա հայերի իրավունքների, այսինքն իմ, ձեր, մյուսներիս պաշտպանությամբ, որպեսզի մեր ունեցվածքը մեզնից չխլեն, խլածը կարողանանք վերադարձնել, մեր տարածքները կարողանանք վերադարձնել, որտեղ ապրում արարում էինք խաղաղ պայմաններում եւ եկեղեցին փաստորեն պահեց Արցախի թեմը, եթե օրինակ շատ պետական կառույցներ չկարողացան պահպանվեն, կրճատումներ եղան եւ նույնիսկ ասենք համալսարանը չկարողացան պահպանել, իդեպ համալսարանն էլ է մի թեմա, որ Նիկոլը գնացել էր ԵՊՀ, բայց նա հենց համալսարանաքանդ մարդ է, ու պետությունը չկարողացավ, բայց եկեղեցին իր ավանդույթների համաձայն պահեց Արցախի թեմը։ Բացի դա, եկեղեցին շարունակաբար, թե նոր տարում կհիշեք կաթողիկոսի ուղերձը, որ հմեկում հեռացրեցին, չթողեցին ցուցադրվի, կրկին պայմանավորված էր նրանով, որ նա Արցախի մասին էր կոչ անում մեզ, կոչ էր անում համախմբվել Արցախի վերադարձի գաղափարի շուրջ եւ արցախցիներին նեցուկ լինել, ինչպես նաեւ գիտեք, որ Բեռնում համաժողով էր կազմակերպված ու այնտեղ կաթողիկոսը նույնպես բարձրացրեց Արցախի հարցը եւ ուղիղ թիրախավորելով, ասելով, անուններ տալով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը միասին այնտեղ այդ վայրագությունները իրականացրել են։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը պատկերացնում ենք, իր դեսպաններին կանչում ու ասում է, գիտեք ինչ կա, հանկարծ էլ Արցախի թեմա ձեր երկրներում չբարձրացնեք, չխոսակ դրա մասին, որքան էլ մոտիկ պետություն ուզում է լինի Ֆրանսիան, թե լինի Ռուսաստանը, լինի Ամերիկայի Միացյալ Նահանգները, դեսպանները հրահանգավորված են, որպեսզի ցեղասպանության ճանաչման եւ Արցախի ինքնորոշման, Արցախի իրավունքների պաշտպանության, հայերի իրավունքների պաշտպանության հարցերը չբարձրացնեն, այսինքն Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի զբաղվում Հայաստանի քաղաքացիների շահերի պաշտպանությամբ արտերկրներում։ Ու նույնը նաեւ Հայաստանի ներսում է կատարվում, որպեսզի հայերի շահերի պաշտպանությամբ ոչ ոք չզբաղվի, Նիկոլ Փաշինյանը պետք է հերթով, շարքով, կարգով այդ ինստիտուտները վերացնի։ Ամեն մեկը իր մեթոդը ունի, իր ձևը ունի վերացնելու, օրինակ եթե հիշենք բանակը ինչպես վերացնեցին, բանակում բազմաթիվ գործողություններ իրականացվեցին, մի կողմում այդ հանրության այդ արմատացած այդ անարդարության տպավորությունը բանակի հանդեպ, որ գեներալները այս տարիների ընթացքում ինչ որ հարստություններ էին դիզել ու վայելում էին, այդ ամեն ինչը նաև չափազանցնելով, հասցնելով մի հատ աբսուրդի մակարդակի, մի կողմից դա արվեց, գեներալներին դուրս հանեցին բանակից, հենց այն գեներալներին, որոնցից խրտնում էր Ադրբեջանը, դա կարող է լինել Յուրի Խաչատուրովը, թե Սեյրան Օհանյանը, թե Միքայել Հարությունյանը, այդ բոլոր գեներալներին ինչ-ինչ ձևերով կամաց-կամաց կամ քրեական գործեր հարուցեցին նրանց դեմ, կամ հեռացրեցին բանակից, կամ հասցրեցին նրան, որ նրանք մահանան, ինչպես օրինակ Մանվել Գրիգորյանը, անկախ նրանից, թե ինչ անարդարություններ է արել, հարցը նրա մասին է, որ այդ մարդը Ադրբեջանի համար որոշակի սարսափ էր ներկայացնում։ Բանակը փաստորեն քանդելու process-ին, բանակը քանդելով կարողացան քանդել
Արցախը, հա, իսկ Արցախը քանդելուց հետո դեռևս չի ավարտվում Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկությունները, քանի որ թուրքական աշխարհը միացնելու համար այդ Հայաստանը կոկորտում խլված այդ փայտի կտորն է, որը նրանք պետք է ամեն գնով վերացնեն։ Սա մեզ համար կարող է նաև ձեռքբերումներ լինել, որովհետև այն ինչ որ անում է այս ծավալապաշտական ֆաշիստական կեցվածքը Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի, կարող է մեզ հակառակը հնարավորություններ ստեղծել մեզ համար, այսինքն միայն չհուսահատվենք, հա։ Վերադառնանք եկեղեցու թեմային նորից, ու հիմա այդ եկեղեցու գործողությունների պատճառով արդեն հանրությունը շատ լավ գիտի, որ այդ Փաշազադեն, որը խորհրդանշորեն նաև Փաշինյան ազգանվանը այդ համընկնում է այդ ազգանվան հետ, ասել էր, որ վտանգ է ներկայացնում Հայաստանի եկեղեցին տարածաշրջանի համար, Ռուսաստանի պատրիարք Կիրիլին էր բամբասել դրա մասին, որ Հայաստանի եկեղեցին խնդիր է։ Եթե հիշում եք, Վատիկանում իրենք ինչ-որ միջոցառում անցկացրեցին այդ Ադրբեջանի քրիստոնյաների հետ կապված, ինչը ոնց որ պետք է կոնֆլիկտ ստեղծեր հայ առաքելական եկեղեցու եւ կաթոլիկ եկեղեցու միջև, բայց մեր եկեղեցին քանի որ շատ խոհեմ է, հասկանալով նպատակը ինչի համար է, իրանք այդ կոնֆլիկտին չխրվեցին, ի տարբերություն մեզ նկատի ունեմ ժողովրդին, որը ավելի տենց էմոցիոնալ է վերաբերում այդ հարցերին, ընդհանրապես ավելի ճիշտ է հասկանալ ինչ նպատակով է անում Ադրբեջանը դա եւ ըստ դրա մեր էմոցիաները դասավորել, ոչ թե պարզապես իմպուլսները դուրս հանել, հա, որովհետեւ նպատակը պարզ է, մեզ ու կաթոլիկ եկեղեցուն գշտեցնելն է, որպեսզի ավելի վատ վերաբերմունք աշխարհում ստեղծվի հայ առաքելական եկեղեցու նկատմամբ եւ ոնց որ կաթոլիկ եկեղեցին էլ ավելի մոտենա Ադրբեջանին ու էլ ավելի դաշնակից դառնա։ Ի պատիվ մեր եկեղեցու բնականաբար նրանք շատ խոհեմ են ու հասկանում են, թե այստեղ ինչ է կատարվում եւ ավելի զուսպ, սառը վերաբերմունք են արտահայտում։ Հաշվի առնելով նաև այն, որ մի կրոնական կազմակերպությունը մյուսին չի կարող խառնվել։ Մյուս կողմից, եթե հաշվի առնենք, թե ինչ է ասում Փաշինյանը, հա, ոնց է ուզում եկեղեցին քանդել, դա մտնելով փաստորեն հոգևորականների անկողին, ինչպես օրինակ դա արեցին Հովիկ Աղազարյանի պարագայում, երբ որ հեռախոսը վերցրեցին, տարան, քնչական, մի խոսքով ամենակեղտոտ ձևով օրենքները խախտելով, նրանք նաև սեռական կողմնորոշումն էին բացահայտում Հովիկ Աղազարյանի։ Բայց ինչի է սա արվում, որովհետև մենք գիտենք, որ կուսակրոն քահանաների պարագայում նրանք պետք է որ ամուսնականի ձև կապեր եւ երեխաներ չունենան։ Սակայն սա երկու կողմ ունի, հա, լուծելու։ Նախ այս խնդիրը եկեղեցու խնդիրն է, հայ առաքելական եկեղեցու հետևորդների խնդիրն է, թե ներսում որ կանոնն է խախտվում եւ գործադիր մարմնի ղեկավարը որևէ իրավասություն, որևէ լիազորություն չունի մտնելու եւ դրա մասին անգամ հանրային կարծիք ասելու, որովհետեւ այդ հանրային կարծիքը նսեմացնում է այդ կրոնական կազմակերպությանը, իսկ դա խղճի ազատության ոտնահարում է, խղճի եւ դավանանքի ազատության։ Մի օրինակ բերեմ, որպեսզի պարզ լինի։ Ենթադրենք, ես Հայաստանի քաղաքացի եմ, ես ինձ տրված է իրավունք իմ կրոնական կազմակերպությունը հիմնելու։ Դիցուք ես հիմնում եմ, ասենք, ամպերի վկաների կրոնական կազմակերպություն, բայց այդ իմ կրոնական կազմակերպությունը հավատում է, որ մարդը պետք է ալկոհոլ չօգտագործի եւ բարձր աստիճանի հասնելու համար իմ կրոնական կազմակերպությունում ղեկավար պաշտոնների հասնելու համար պետք է չխմել, ալկոհոլ չօգտագործել։ Հիմա պատկերացրեք, ես եմ իմ կրոնական կազմակերպության ղեկավարը, ես ամեն ինչ օրենքը պահել եմ Հայաստանի Հանրապետության օրենքների համապատասխան գրանցել եմ կրոնական կազմակերպություն եւ այդտեղ իմ ու պետության հարաբերությունները դրանով են սահմանում։ Դրանից աջ, ձախ, վերև, ներքև, թե ես ինչին եմ հավատում։ Եթե օրենքներին չի հակասում Հայաստանի Հանրապետության, ես ազատ եմ գործելու։ Օրինակ, եթե ես հավատում եմ հավատայի, որ ասենք մարդասպանությունն է միջոցը
բան երկնային կյանքի, այդ պարագայում օրինակ իմ կրոնական կազմակերպությունը կհակասեր Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այդ դեպքում Հայաստանի իրավապահ մարմինները իրավասություն կունենային իմ կրոնական կազմակերպության մտնելու, բայց եթե Հայաստանի Հանրապետությունում չի արգելվում օրինակ խմիչքի օգտագործումը, շատ կներեք, դուք ով եք, որ մտնեք իմ կրոնական կազմակերպություն եւ իմ հետևորդներին ասեք, թե ով ինչպես պետք է ղեկավար ընտրի։ Դա իմ ներքին հավատալիքների հարցն է, հա։ Հիմա այս պարագայում էս Նիկոլ Փաշինյանին ինչ որ անում են, սա ուղիղ խղճի ազատության ոտնահարում է, որը բնականաբար պետք էր Արամ Սարգսյանների, Արման Բաբաջանյաններին մտահոգեր, որովհետև խղճի ազատության էությունը ինքը արևմտյան արժեք է, որի կրողը նաև ես էլ եմ կարծում, որ խղճի ազատությունը պետք է հարգել, այդուհանդերձ նրանք այդ որ Եվրոպա են ուզում մտնել, հիմա ուղիղ հարված է խղճի ազատությանը, Հայաստանի առաքելական եկեղեցու սպասավորների, հետևորդների նկատմամբ ատելություն է իրականացվում եւ այս ամենը ինչ արվում է, արդեն այստեղ իրավապահների գործն է։ Այստեղ իրավապահները անելիք ունեն, ոչ թե ժողովուրդը կամ ինչ-որ մեկը եկեղեցու նկատմամբ, որովհետև Նիկոլ Փաշինյանի արածը հրահրել է ինչ-որ մի քաղաքացու, որի անունը գնել է, էդ էլա չէ համընկնում, տեսեք Փաշազադե Փաշինյանն է համընկնում, գնել, առնել, ծախել, շատ հետաքրքիր զուգադիպություններ են։ Մի խոսքով, նրա արածը հասցրել է նրան, որ հարձակում է արդեն տեղի ունեցել եկեղեցու վրա։ Ինչպես օրինակ ինքնասպանության են, չէ՞ դրդում, բայց կարող ես նաև դրդել մարդուն օրինակ հարձակման, մարդասպանության, չէ՞։ Հիմա Փաշինյանի արածը հարձակման է դրդել կրոնական կազմակերպության վրա։ Եվ սա իրավապահների տիրույթում է։ Նրանք պետք է քննեն ու հասկանան, թե ինչ անեն։ Մյուս կողմից, նույնիսկ եթե հանրության շրջանում շատ կա, հա, որ բամբասանքներ կան, այս եպիսկոպոսը ունի երեխա, այս arczepiskopos-ը ունի կաթողիկոսը աղջիկ ունի, աղջիկն էլ ինչ-որ դեղատուն ունի, մի կողմ, հա, թողնենք այս ունեն թե չունեն, եթե նույնիսկ ունեն եւ արդեն ասացինք, որ դա եկեղեցու հետևորդների գործն է, այս մարդիկ Նիկոլ Փաշինյանները եւ ՔՊ-ն, նրանք չեն այն մարդիկ, որոնք պետք է այդ հարցը բարձրացնեն։ Ինչու՞։ Որովհետև եթե դա ինչ որ կազմակերպության համակարգի կեղծիքի հարց է, ինչպես կարող է օրինակ 385 եկեղեցի հանձնած խումբը բանդան, որը Արցախում 385 եկեղեցի է հանձնել, 2000-ից ավել Խաչքար է հանձնել, 60 վանական համալիր է հանձնել։ Ու ասում են մենք հայ առաքելական եկեղեցու հետևորդ ենք։ Իհարկե նրանք նավթա պետության եւ հայերի ցեղասպանության հավատքի, հայերի ցեղասպանության իրականացման հավատքի հետևորդ են։ Սա այլ հարց է, բայց այս կեղծիքը կամ ասենք ինչպես կարող է մեկը, որ ասել է Արցախը Հայաստան է եւ վերջ, հետո Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, խոսալ բանի մի կրոնական կազմակերպության մեջ տեղի ունեցող կեղծիքի մասին։ Ինչպես կարող է մեկը, որ 20 տարի Պողոս Պողոսյանի սպանությունն էր թնդացնում թերթերով եւ բոլոր հնարավոր միջոցներով, բայց հիմա ասենք հղի կնոջը Սոնա Մնացականյանին Շահրասյունով գցել են ավտոյետակ, ու այդ գործը արդեն 3 տարի անցավ բան են անում, կոծկում են, չեն բացահայտում, այնտեղ մարդիկ են արդեն ուշագնաց լինում, հորեղբայրը, հայրը, վատը, բան, մի խոսքով կապ չունի, բայց ինչպես կարող է այդ կեղծիքով անցած մարդը խոսա եկեղեցու մեջ ինչ որ կանոնի խախտումից, կամ ինչպես կարող է խոսել մեկը բան եկեղեցում կանոնների խախտումից, ով Գորիս Կապան ճանապարհը առանց մեզ հարցնելու, առանց ժողովրդին հարցնելու, չնայած ժողովրդին էլ հարցնելն էլ արդեն խայտարակություն կլիներ, գաղտնի հանձնում է։ Հիշում եք 2018 թվականին կանգնել էր հրապարակի ամբիոնին ու ասում էր, եթե Հայաստանի տարածքներից որևէ հարց պետք լինի լուծել բանակցություններում, ես կգամ այստեղ կանգնեմ եւ ձեզ հետ միասին մենք կորոշենք։ Տավուշի տարածքները հանձնեց, Գորիս Կապանը հանձնեց, Արցախը հանձնեց, Շուռնուխում GPS-ով գնացին, ինչ որ գծեր քաշեցին, դա էլ հանձնեցին։ Ինչպես կարող է այդ կեղծիքների բագաժը ունեցող մարդիկ եկեղեցու
մասին խոսեն կամ օրինակ ինչպես կարող է հայ առաքելական եկեղեցու հետևորդները խոսեն եպիսկոպոսած դասի երեխա ունենալու հանգամանքից, երբ նրանք քաղաքացուն ձեռքերը ոլորել են տալիս ու թքում են վրան։ Ու հետո էլ ասում են մենք հայ առաքելական եկեղեցու հետևորդ ենք։ Ազգային ժողովի նախագահի մակարդակով։ Ինչպես է դա հնարավոր։ Դա հնարավոր չէ։ Մի խոսքով սա էլ պետք է հաշվի առնենք, որ ասենք եկեղեցու ներսի քննադատությունները կարող եմ ես անել, դուք անեք, մեկ այլ քաղաքացի անի, եկեղեցու հետևորդ անի, մարդիկ անեն, որոնք հասկանում են, որ ազգային պաշտպանության, մեր ինքնության կարևորության ինչ մաս է կազմում եկեղեցին, եւ նրանք որպես եկեղեցին բարելավելու, իդեալականացնելու տեսակետից այդ հարցերը բարձրացնեն, բայց սա չի կարող անել մեկը, ով իմ եկեղեցիները, օրինակ Ամարասը, հա, 4 դարի եկեղեցի, Կուսակրոն Մեսրոպ Մաշտոցը այնտեղ է հիմնել Արցախի առաջի դպրոցը։ Հիմա սա Ամարասը հանձնել է Ադրբեջանին։ Բայց քո այդ պատմական եկեղեցին, որտեղ առաջի դպրոցն է հիմնվել Արցախում, որտեղ բան են հայոց տառերն են այդտեղ Արցախում առաջի անգամ սովորել, դու ո՞նց ես բանանում, հանձնում, հետո ասում ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Շարունակենք թեման մեկ այլ տեսանկյունից եւս։ Տեսեք, օրինակ ֆիդայական կանոններով ֆիդային պետք է ամուսնացած չլիներ։ Այդ կանոնը ունի պատճառ, եւ այդ պատճառը ըստ երևույթին այն է, որ քո միտքը ամբողջությամբ զբաղված լինի այդ ֆիդայական ազատագրական պայքարով։ Սա այս խնդիրն է եղել, ստեղծվել է այս կանոնը, հասկանալի է։ Այսինքն կանոնները ստեղծվում են որոշակի նպատակին հասնելու արդյունավետությունը բարձրացնելու համար։ Եվ նույնը նաև եկեղեցում է, որպեսզի ամբողջությամբ նվիրվես ծառայությանը այդ կազմակերպության եւ ինչպես եկեղեցում են ասում ծառայությանը Աստծուն եւ միջնորդը լինես Աստծո եւ մարդկանց միջով, դրա համար ավելի բարձր տեղ հասնելու համար դու պետք է ճանաչես ամուսնական կապեր, ընտանիք եւ այլն, որովհետեւ քո ուղեղը արդեն զբաղված է լինելու երեխաների հարցը լուծելով, կնոջդ համար ծաղիկ առնելով, նշանդրեքը ամուսնության տարին նշելով ու չես կարողանալու այլ ավելի արդյունավետ զբաղվել եկեղեցական գործունեությամբ։ Հիմա նույնիսկ եթե այս զրպարտիչի ասածները ճիշտ լինեին, եկեք քննարկենք կաթողիկոսը այն նպատակը, որը դրված է իր առաջ, կատարում է, իմ տպավորությամբ կատարում է։ Եթե ես մինչև 2020 թվական ավելի տենց քննադատական եւ հակաեկեղեցական կեցվածք ունեի, բայց իրենց օրինակով ցույց տվեցին, որ սա է այն կառույցը եւ ամենակազմակերպված եւ գուցե նաեւ միակը, որը զբաղվում է իմ իրավունքների պաշտպանությամբ։ Նա պաշտպանում է ինձ, նա պաշտպանում է իմ հիշողությունները, իմ հավատալիքները, անկախ նրանից ես Աստծուն հավատում եմ թե ոչ, անկախ նրանից ես խաչ կրում եմ թե ոչ, բայց նա ինձ պաշտպանում է, նա պաշտպանում է իմ հավատալիքները նախնիների հանդեպ, իմ անելիքներս, իմ նպատակներս, իմ կյանքի իմաստն է պաշտպանում, հա, որովհետև եթե իմ նախնիները կառուցել բերել հասցրել են մի կետի, որտեղ իմ գոյությունն է ստեղծվել եւ ես պետք է բերեմ հասցնեմ մի կետին, ես եկեղեցին եւ դուք միասին այդ գործը կատարում ենք, որը փորձում է քանդել Ադրբեջանը եւ հիմա Ադրբեջանը փորձում է դա անել նաեւ Փաշինյանի միջոցով։ Նրանք բնականաբար, հա, ինչպես Սուլթանին ստեղծեց Պոլսո հայոց պատրիարքանը, որպեսզի հայկական համայնքը իր ենթակայության տակ պահի, այնպես էլ ուզում են այստեղ այդպիսի բան անեն։ Հիմա պատկերացրեք, եթե Փաշինյանը հանկարծ կարողացավ այդ ինտրիգներով, դե գիտենք էլի, այդ հաստատ գնացել են ինչ որ բաներ կարգալույց վրեժով լցված, ինչ որ քահանաների հետ են խոսացել, հաստատ բան եկեղեցու ներսում էլ ունեն որոշակի իրենց մարդիկ, որոնք այտենց ամբիցիոզ են եւ կուզեին իրենց կյանքի ընթացքում կաթողիկոս դառնային ու հարմար պահի են սպասում, Փաշինյանն էլ հաստատ նրանց խոստացել է։ Այս ամեն ինչը հասկանալի է, հա, այս թե Փաշինյանին էլ է, չէ, վերջի այդպես բերել իշխանության Հայաստանում, Փաշինյանն էլ է այդպես իշխանության եկել, ասենք իրավապահ համակարգում մի քիչ ցածր պաշտոն ունեցողներին խոստացել
ասել է, որ դուք ավելի բարձր պաշտոն կստանաք, երբ որ ես գամ։ Եկել է, ասենք, մի կարճատև ժամանակով ասել է, դու կլինես ոստիկանապետ, դու կլինես դատախազ, հետո հանել է, այդ պարզ է, հա, այդ բանը կատարել է, ասել է, հա, լավ խոսք էի տվել, արքես, հետո դուրս է շպրտել։ Հիմա նույնը այստեղ է ուզածները, որպեսզի կարողանան Պոլսո հայաց պատիարքարանի պես մի կառույց ստեղծեն, քանի որ Թուրքիան քաղաքական իմաստով գրավել է Հայաստանը, օկուպացրած է, հա, մեր իշխանության լծակները օկուպացրած են, ասած ատամներով պահում է Թուրքիան, բայց հոգևորը գրաված չի։ Հոգևորը փորձում է գրավել։ Բայց նաև ես մի կարևոր բան էլ ունեմ ասելու այս ամբողջ պատմության հետ կապված։ Տեսեք, թե ինչքան կարևոր է, որպեսզի եթե դու ինչ-որ համակարգ ես ստեղծում ու կանոններ ես դնում այդ համակարգի մեջ, որպեսզի այդ կանոնները պահպանվեն, որպեսզի արդար համակարգ լինի, ինչքան կարևոր է դա, էլի։ Հիմա պատկերացրեք, եթե այդ մշակույթը չլիներ, հա, այդ բացառությունները չլինեին, թե բանակում, որտեղ գեներալներ կային, որոնք ըստ իրենց պարտականությունների չէին կատարում ծառայությունը եւ չարաշահում էին իրենց պաշտոնները եւ բնական է որ եկեղեցում էլ կան այդպիսիք ինչքան կարեւոր է որ այդ կանոնները պահպանեք որովհետեւ Նիկոլ Փաշինյանը իրականում կարողանում է ինքը լինելով կեղծարար կեղծիկ տեղով, բայց ինքը կարողանում է հայկական համակարգի այդ կեղծիկներին սեղմել ու մեջից հանել այդ խնդիրները եւ այդ խնդիրների միջոցով փորձում է կոտրել հայկական այդ ինստիտուտները։ Հիմա պատկերացրեք, եթե մենք այդ մտքով լինենք, որ մեր ինստիտուտները կատարելության պիտի հասցնենք, ու մենք անընդհատ այդ կանոնները պահպանենք, արդարության հիմքը չխախտենք, Նիկոլ Փաշինյանների համար էլի հնարավորություններ կլինեն։ Թուրքերը միշտ կարողանում են հնարավորություններ գտնել, բայց մենք չպետք է իրենց համար դաշտ ստեղծենք։ Ամեն մի կանոնի խախտումը դա կլինի թե հոգևոր կառույցներում, թե պետական կառույցներում, ամեն մի արդարության եւ կանոնի խախտումը մենք զենք ենք տալիս ում թշնամուն։ Թշնամին բերում է Նիկոլի նման մարդու, անարդարությունների վրա խաղում է, գալիս է իշխանության ու սկսում է դրանց հիմքով վերացնել այդ ամեն ինչը։ Բնական է, եթե երկրի ղեկավարը լիներ Հայաստանի իմ եւ ձեր շահերի զբխող, գուցե ինքը կուլիսների հետևում գնար եւ խոսեր եկեղեցու հետ ու ասեր, գիտեք, եկեղեցին մի կառույց է, որը ազգային պաշտպանությամբ է զբաղվում, հա, մեր շահանակականությամբ է զբաղվում եւ յուրաքանչյուր կանոնի խախտում հասարակության համար հիմք է, որպեսզի չսիրի եկեղեցին, հավատքը կորցնի, մի խոսքով վստահությունը ընկնում է։ Եկեք մի հատ անենց փորձենք սիստեմը բարելավել, մաքրել, կատարելագործել, որպեսզի որևէ պարագայում հանրության մեջ չառաջանա ինչ-որ դժգոհություն եկեղեցու նկատմամբ, որտեղ մարդիկ հավատում են այն սիստեմներին, որոնք իսկապես իրենց ասածին համապատասխան են գործում։ Այս իմաստով այդպիսի սիստեմներից մեկը, որ կարանք օրինակ բերենք, որը տեղի ունեցավ եւ ինքը գնալով աճում է, դա Ռուբեն Վարդանյանի դեպքն է, որովհետեւ իր պարագայում ինքը այդ հարվածների տակից ամեն ինչ այնպես էր անում, որ իրականում դու չես կարողանում գտնել որևէ բան, որը ինքը անարդարացի է արել կամ ինչ-որ սխալ է արել։ Պետք էր քաղաքացիությունից հրաժարվել Արցախ գնալու համար, հրաժարվեց մարդը։ Իսկ օրինակ Արմեն Սարգսյանի պարագայում, որին Սերժ Սարգսյանը բերեց նախագահ, Բրիտանիայի քաղաքացի լինելով հանդերձ, հետո սա էլ պահեց դրան, չէ՞։ Իդեպ էս էլ մի հիմնավորում, որ Նիկոլ Փաշինյանինք չեն, որ պետք է եկեղեցու ներսի խնդիրներից խոսեն, որովհետև եթե դու եկել ես իշխանության ու Արմեն Սարգսյանին պահել ես նախագահ, որը ուներ այլ երկրի քաղաքացիություն, դու ով ես, որ խոսաս այլ համակարգերի մեջի կեղծարարությունից, ինքդ մի կեղծարար ես, որը օգտվել է կեղծիկներից։ Այնպես որ այս հարցում էլ է պարտված Նիկոլ Փաշինյանը։ Ու այդ խնդրեմա դառնում, չէ՞, անընդհատ եթե դու բերում ես մարդուն, որը ունի դրսի քաղաքացիություն, հպատակն է Մեծ Բրիտանիայի այդ մարդը թաքուհու դիմաց երթում է տվել ենթակայություն։ Դու բերում ես մեզ կարգում ես նախագահ իրեն, ինչի համար։ Իմ ու բրիտանացու շահը նույնն է, ոչ,
նա այն օվկիանոսում բանի կղզիացված ապրում է, տիրում է ամբողջ աշխարհին եւ շահեր ունի Ադրբեջանում եւ կարող է Ադրբեջանին եւ կարող է եւ անում է օգտագործում է իմ դեմ։ Դու ո՞նց ես այդ ուրիշ երկրի հպատակին բերում կարգում ինձ ղեկավար։ Այսպիսի կեղծիքներ կան մեր հասարակությունում, մեր մշակույթում 90-ականներից հետո գուցե դրանից առաջ էլ ա եղել, չգիտեմ։ Ամեն դեպքում դրանից առաջ ավելի սովետական, սոցիալիստական կեղծարարություններ էր։ Սա ավելի, քանի որ 90-ականից հետո մենք գնացինք դեպի ազգային եւ ազատության մշակույթ, եւ այդ ազգայինի ու ազատության մեջ երբ որ այդ կեղծարարությունները անում ենք, համակարգը ինքը թուլանում էր։ Ամեն մի կեղծարարություն ոնց որ հարված է այդ հիմքերին, շենքի հիմքերին հարված է։ Ու այս մանր մունր կեղծիքները բնականաբար առաջացնում է, ծնում է ինչ, հենա տեսանք Նիկոլ Փաշինյան, որը այսպես չնայած այսպես չէ մեծ դժվարությամբ, իրականում էլ պետքա խոստովանենք, տանջվեցին մարդիկ, որ Արցախը հանձնեն, հա 3 տարի ամեն օր, ամեն վայրկյան էլ բրոնեժիլետ էին հագնում, երեխաներին սենց շարում էին իրանց կողքը, որ հանկարծ իրանց չխփեն։ Էդ էլ եւս մի հիմնավորում։ Այդ մանկապղծություն չի, ի՞նչ է, մանկապղծություն չի, երբ որ գիտես, որ քեզ կարող է կրակեն սպանեն, ընդ որում ունենալով արդարացի պատճառներ, որովհետև 44 օր ստի մեջ ես պահել ժողովրդին ու Արցախը փաստորեն տվել ես, այդ քարվաճառը առանց կրակոց ես տվել։ Հիմա այդ արդարացի պատճառը ունենալով գիտես, որ կարող է քեզ սպանեն, երեխաներին բերում ես շարում ես կողքդ, որ եթե կրակեն երեխեքին կպնի, բա սենց մարդը կարա, ասենք, խոսա եկեղեցում, ներսում բան երեխա ունենալու թեմայից, որը Հայաստանի Հանրապետության օրենքով արգելված էլ չի։ Ասենք ձեր դաշտը չի, հա, դուք գործադիր եք, օրենսդիր եք, դատական եք, ով ուզում եք եղեք, Հայաստանի Հանրապետությունում երեխա ունենալը արգելված չի, հակառակը խրախուսվում է, Նիկոլ Փաշինյան 4 հատ ուդի, օրինակ, չնայած ումա պետք։ Հիմա այս պարագայում, երբ որ արգելված, դա ձեր հարաբերությունների մեջ չի, բոլոր տեսակի ԿՊԱ-կաններ, 385 եկեղեցի հանձնած մանուկներ։ Եթե ուզում եք խոսալ կեղծարարությունից, խնդրեմ ձեզ կեղծարարություն, Թուրքիան միլիոնավոր մարդկանց զորով, սրի քաշելով կրոնափոխ է արել, ու հիմա այդ մարդիկ Թուրքիայի դրոշի տակ, չիմանալով, որ իրանք հայ են, հույն են, ասորի են կամ եզդի են, ապրում են Թուրքիայի դրոշի տակ ու սենց հպարտություն են զգում Թուրքիայի հանդեպ։ Թուրքիան ասենք ցեղասպանում է հայերին, իրանք հպարտ են, բայց Թուրքիայով, բայց իրականում հայ են, օրինակ, միլիոնավոր են, չէ՞, այդպեսի ծպտյալ հայեր կան, ծպտյալները լավ հələ գիտեն, բայց միլիոնավորներ կա, որ չգիտեն, որ իրանց տատը պապը հայ է։ Եղել են, չէ՞, դեպքեր, որ բացահայտել են, օրինակ ազգայնամոլ թուրքերի մոտ բացահայտել են, ԴՆԹ տեստ են այլ կամ չգիտեմ, տատա ասել է, գիտես, բալես, ես հայ եմ ու հանգչել է խաղաղությամբ, դրանից հետո ասենք ինքնասպան է եղել։ Թուրք հայտնի լրագրողի դեպքը, երբ որ իմացավ, որ տատը ասեց, որ ինքը հայ է, ու ինքը որպես տենց արդարամիտ մարդ չէր կարող դրա մասին չհայտնել, բայց ընտանիքի անդամները ասում էին, չի կարելի մի գրի դրա մասին, չի կարելի, դու մեր անունն ես գցում, դա չի կեղծարարությունը։ Մարդիկ միլիոններով ապրում են Թուրքիայի դրոշի տակ, չիմանալով, որ հայ են, հույն են, ասորի են, եզդի են, ու դուք կեղծարարությունը բերում եք մեր ներս, դրա մասին խոսացեք։ Կամ Ադրբեջանի կեղծարարությունները քիչ են, քնած մարդուն կացնահարող, քնած տեղը մարդուն սպանածին հերոսի կոչում տվողը, դրանից ավել կեղծարարություն կա, հերոսա քնած մարդուն սպանողը։ Հա, տենց բան արել, կարացել է ինչ-որ խիզախ քայլանի, հա, քնած տեղը սպանել, բայց ինչ այդ կեղծարարությունից չեք խոսում։ Երբ որ Ադրբեջանը մեր եկեղեցիները համարում է բան, աֆղանական, Սա որոշ ԿՊԱ-ական բան խավարամիտներ կարծում էին թե ալբանական համարել է այդ ժամանակակից Ալբանիան, ոչ թե կովկասյան ալբանները, որոնք 10-րդ դարում վերացել են։ Օրինակ Արսեն Թորոսյանը, իրան աթեիստի տեղ է դրել, աթեիստը մարդն է, որը անընդհատ ինքն իրան կրթում է, փորձում է զարգացնել իր աշխարհ հայացքը, բայց ինքս չգիտի, որ ալբանացին, Ալբանիա երկիրը եւ կովկասյան ալբանները բացարձակ տարբեր բաներ են եւ աֆղանները կամ կովկասյան ալբանացիները չեն էլ տեսել
բանին հիմիկվա ժամանակակից ալբանացիներին։ Մի խոսքով հիմա ասենք վերցրել է մեր Ղազանչեցուց եկեղեցին սարքում է մզկիթ։ Կամ Թուրքիան Սուրբ Սոֆիայի տաճարը, Սուրբ Սոֆիայի քրիստոնեական տաճարը, որի գմբեթի ճարտարապետը հայ է։ Այսինքն վերցրել է սարքում է մզկիթ, այդ կեղծիքից չեք խոսում եք այն կեղծիքի մասին, որ Հայաստանի եկեղեցու մեջ կան մարդիկ, որոնք երեխա են ունեցել, բայց կուսակր ունեն, լավ են արել։ Ձեր նման կեղծ իշխանության պարագայում ամեն ինչ էլ հնարավոր է, ամեն կեղծարարություն էլ հնարավոր է։ Եվ այդ խնդիրը կրկին եմ ասում, ձեր գործը չի։ 385 եկեղեցի հանձնողների գործը չի կարող դա լինել։ 385 եկեղեցի հանձնողների գործը կարող է լինել դատարաններում, բայց չի կարող լինել եկեղեցում։ Մի խոսքով պատկերացնենք մի հատ ուրիշ տարբերակ։ Օրինակ ասենք Եհովայի վկաների մոտ, ինչպես գիտեք, արգելված է զենք վերցնելը կամ արյան փող պատվաստումը, արգելված է այդ մարդկանց մոտ, տենց են հավատում, Աստված իրանց հետ։ Հիմա պատկերացրեք, պարզվում է Եհովայի վկաների առաջնորդը բան արել, արյուն է հանձնել կամ արյուն է փող պատվաստվել։ Ինչ պետք է վարչապետը վեր կենա ասի բանը, դուք խախտել եք ձեր կանոնները, դուք պետքա բանը, մենք պետքա որոշենք, թե ով պետքա ձեզ ղեկավար ընտրի։ Սա ինչ հարաբերություններ է։ Սա բանը տեսակ, պատկերը տեսակ խղճի եւ դավաданքի ազատության ոտնահարման։ Դու ով ես, որ մտնես ուրիշ կրոնական կազմակերպություն ու որոշես, թե ով պետքա այնտեղ առաջնորդ լինի։ Կամ օրինակ Եհովայի վկաները ըստ իրենց բանի հավատալիքների, պիտի Ադրբեջանին կոչ անեն, որ զենքերը վայր դնեն, չէ՞։ Իրանք բան են, այդպես է իրանց տպավորությունը։ Հիմա դրա որ չեն անում, պետքա դրա համար մտնես իրանց եկեղեցի, իրանց խոհանոց։ Ոչ իհարկե։ Նույնն էլ հայ առաքելական եկեղեցու պարագայում է։ Մի խոսքով ես ուզում եմ նաև մի կարևոր բան էլ ասել, մենք պետք է հանկարծ չթուլանանք։ Այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանը եւ Թուրքիան չեն կարող քանդել մեր եկեղեցին։ Թուրքիայի հնարամտությունը անսահման է, նա մեծպես չի։ Նա մեծպես չի, որ ասենք մի հատ միտք է առաջանում եւ այդ միտքը դեռ չծնված բարուրում արդեն սկսում ենք խեղտել։ Չէ՞։ Տենց չի, հիմա ասենք օրինակ ես շատ է եղել դեպքերում, որ ասենք առաջարկենք եկեք էս անենք, միանգամից 1000 հատ հիմնավորում են բերել, որ հնարավոր չի դա անել, ինչպես օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանն էր Արցախյան պատերազմում թուղթ ու մատիտով բացատրում, որ հնարավոր չի Արցախը վերցնել։ Ի վերջո հնարավոր եղավ։ Թուրքիան ինքը անընդհատ հարվածելու է, անընդհատ նոր մեթոդներ է գտնելու։ Չեղավ այն ամենասկզբում նոր Հայաստան, նոր հայրապետ այդ շարժումով վերացնելը։ Հարց չկա, Արցախը կտանք, այս կանենք, այն կանենք, հետո բան կանենք։ Հիմա չլինի այս մեթոդով եկեղեցին գրավելը, նրանք ուրիշ բան կանեն։ Ամեն ինչ հնարավոր է, նույնիսկ մինչև հասնելը ֆիզիկական ոչնչացման, թունավորելուն եւ այլն։ Ամեն ինչ հնարավոր է, որովհետեւ Թուրքիան ինքը այդպիսին է, ինքը նվաճող է, ինքը մինչև իր նպատակին չհասնի, չի գոհանա։ Ես ուզում եմ, որ մենք էլ այդպիսին լինենք։ Մենք էլ 100,000 հատ միտք ունենանք, 100,000-ն էլ փորձենք, որը ստացվի, որը չստացվի, կարանք կատարելագործենք նորից անենք։ Ես հասկանում եմ, որ մենք ավելի քիչ ենք, բայց եթե օրինակ մահմեդականների մոտ կրոնականները կարող են երեխա ունենալ, գուցե մեզ մոտ էլ կկարողանան հետագայում զուտ դեմոգրաֆիական հարցը լուծելու համար։ Այնպես որ սրան որպեսի օրինակ ծառայեն, ժողովրդին։ Այնպես որ հանկարծ չմտածեք, Արցախի դեպքում էլ էր, չէ՞, այսպես։ Արցախը չեն կարա տան, Արցախցին միշտ ամուր կանգնած է, բայց ինչքան փորձեցին, ինչքան տարբերակ փորձեցին։
այնքան տարբերակներ փորձեցին, մինչև հասան իրենց հաջողության։ Եվ ես կարծում եմ, մենք էլ պիտի տենց լինենք։ Մենք պետքա չպաշտպանվենք, մենք պետքա գնդակը տեղափոխենք իրենց դաշտ։ Մենք պետք է լինենք հարձակվող, քանի որ մեր երազանքները իրականացնելը բխում է նրանից, որ մենք պետքա այդ հարձակումը կարողանանք իրականացնել, որ չկարողանան մեր դեմ արշավել։ Այս շատ կարևոր է, որ զգոնությունը չկորցնենք, անընդհատ մտածենք հաջորդ քայլը Նիկոլենց որն է։ Ինչ կեղծիք կարա հիմա օրինակ Նիկոլը անի, կարա չէ՞ մի հատ sense ինչ-որ զուգանի թուղթ ցույց տա, ասի սա ԴՆԹ տեսնա, տեսեք նրանք ունեն երեխաներ։ Մենք էլ պետք է ասենք, տո լավ վա, որ ունեն երեխաներ, դու չես, որ պետք է ասես ով պետք է ունենա երեխա, ով պետք է չունենա։ Օրինակ չպետք է արդարանանք, որովհետև դավաճանների առաջ մենք արդարանալու պատճառներ չունենք։ Արդարանալը ավելի նման է լինելու, ոնց ասես մեղքի մի բաժին ընդունում ես։ Միշտ պետք է հիշել, որ մենք գործ ունենք դավաճանների հետ, եւ դավաճանների ասածը ասնավանի չի։ Նույնիսկ եթե դավաճանները ասում են, որ կաթողիկոսը երեխա ունի։ Կամ հիմա իրենց այդ քննադատողների նկատմամբ այդ հարցակումներին, վիրավորանքներին, ոչինչ խոտակերանացումներ, դեպի Շեր Աննա Հակոբյանի այսպիսի գրառումներ անում, հունիսի 1-ին այդտեղ ներողություն էր իշխող խնդրում այդ երեխաներից, այս ամենը ինչի դրսևորում է եւ ինչով է պայմանավորված ձեզ։ Ուրեմն երկու ուղղություն հիշենք, մեկը երեխաների մասով կխոսենք, մյուսը վիրավորանքների։ Այս վիրավորանքների դրսևորումը նախ պետքա այս եկեղեցու թեմայով հիմա շատ ենք սևեռված, բայց պետքա նաև հիշենք, որ բանում Սյունիքում գյուղերի վրա ամեն օր կրակում են ադրբեջանցիները եւ սա կարա հերթական ինչ-որ կոծկումը լինի թե Սյունիքի միջանցքի համար, այսինքն համ ձեռքա տալիս եկեղեցուն վրա հարձակվելը, համ էլ ձեռի հետ ծածկում են, երկու բան են էլի իրագործում։ Ու հիմա վիրավորանքների հետ կապված նախ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայ, եզդի, ասորի, այսինքն մարդիկ, որոնք այդ թուրքական ծավալապաշտությունից տուժել են, իրավունք ունեն բնականաբար վիրավորելու դավաճաններին, ինչի մասին է խոսքը։ Ինչքան ուզեն, ինչ հայհոյանք ուզեն կարան տան, չեմ հասկանում։ Այսինքն մարդը գա ասի Արցախը Ադրբեջանն է եւ վեր, Հայաստանը եւ վերջ հետո Արցախը տա, 5000 հոգի տանի, սպանի, Արցախը տա, հա, գերիներին մասին ինչ բամբասանքներ ասես չտարածի, հիշում եք Ռուբեն Վարդանյանի մասին ինչ էր տարածած։ Ցեղասպանության ճանաչումից հրաժարվի, հա, ժողովրդավարությունը տապալի, հա, մարդուն ոստիկաններից տա բանին դիմակավոր անձանց նվաստացնեն, հղի կնոջը գցի ավտոյի տակ, Արմեն Գրիգորյանը դատանում մահանա, որովհետև խափանման միջոցը չէին փոխում։ Այսինքն այս ամբողջ այս փաթեթով հանդերձ ուզում եք որ ձեզ չվիրավորեն, առհասարակ վիրավորանքը վատ մշակույթ է, բայց տեսեք նախ պետքա գոհ լինեն, որ չեն սպանել իրենց։ Չէ՞ որ իրանք էլ գիտեն, որ կարող է սպանեն, որտեվ այդ Նիկոլ Փաշինյանը զրահաբաճկոնով էր ֆրֆռում երեխաներին դնում էր իր դիմաց, որ հանկարծ իրան չսպանեն, որովհետև դեռ գործ կար անել ու դեռ պետք էր Արցախը վերջնական հանձնել եւ ցեղասպանության ենթարկել եւ այդ գործի համար հայ երեխաները ոչինչ թող լինեն կենթանի պատնեշ, թող զոհվեն հայ երեխաները Արցախը հանձնելու համար։ Եվ 30,000 երեխայի անտուն թողնեն, 150,000-ի դուրս հանեն, շրջափակ են Արցախը 9 ամիս, մարդիկ սովամահ լինեն, հա, Վերան Արիմանյանի դեպքը հիշենք, որ գնացել էր իր երեխաների համար սնունդ գտներ, բայց եկավ տեսավ մահացել են երեխաները, 3 ու 5 տարեկան։ Նվաստացնեն մեր հերոսներին, հա, նվաստացնել մի քիչ կոպիտ է ասած, վարկաբեկեն մեր հերոսներին։ Ու թքած ունենան այն ամբողջ այն աշխատանքի վրա, որ մեր նախնիները եւ մեր ավագ սերունդը կատարել էին, պաշտպանություն էին ստեղծել մեզ համար, հա, ու որևէ մեկը չվիրավորի իրենց, դա անհնար է, անպատկերացնելի չէ։ Ընդհանրապես մենք գիտենք դավաճանության պարագայում հնից եկած ինչպես են վարվում, տեղում վերացնում են։ Բայց այս ժողովուրդը մնացել է վիրավորանքը, նույնիսկ չեն դոմփում, հասկանում եք, միայն վիրավորում են։ Այդ վիրավորանքն էլ չլինի, բայց մյուս կողմից, նայեք օրինակ կրթության, գիտության, սպորտի, մշակույթի եւ Հայաստանի թիվ 1 պրոպագանդիստը Պետրոս Ղազարյանի կինը
սրտնեղել էր, ինքը ասում էր, որ ես չեմ սիրում այս մշակույթը, բայց չմոռանանք, թե որտեղից է սկսվում։ Հա, եկեք չմոռանանք, մոռացել եք Նիկոլ Փաշինյանը որտեղից է եղել, Հայկական ժամանակ թերթը չեք կարդացել։ Գուցե Ժաննա Անդրեասյանը երիտասարդ է եղել եւ այդ ժամանակ նոր ձևավորվում էր ֆաշիզմի մասին իր գաղափարները, դեռ չգիտեր, որ ինքն է դառնալու ֆաշիստական կուսակցության անդամ եւ նախարար, կուսակցության անդամ չի, կուսակցության նախարար, դրանով էր տարված եւ Հայկական ժամանակ թերթի հայհոյանքները բաց է թողել։ Մոռացել եք ինչ էր գրում Փաշինյանը։ Փաշինյանը հայտնի քաղաքական գործիչներից մեկի կնոջ մասին գրում էր, որ Տրուսիկի մեջ ոսկիները մաքսան ենք ճանապարհով տանում բերում սահմանները։ Բա ինչի համար էին զրպարտության համար Փաշինյանին դատի տալիս։ Արտաշես Գեղամյանը ինչի էր զրպարտության համար դատի տալիս։ Այն ժամանակ զրպարտությունը քրեական էր, լրագրողներն էլ դուրս էին եկել պաշտպանելու Փաշինյանին, որտեվ քրեական է, պետք չէր նստացնել այդ հայհոյանքների համար Նիկոլ Փաշինյանին։ Հետո Ռոբերտ Քոչարյանի օրոք ապա քրեականացվեց, դարձավ քաղաքացիական։ Հետո սրանք եկան ուզում էին նորից քրեական սարքեին։ Այսինքն Նիկոլ Փաշինյանին ինչի համար լրագրողները պաշտպանել էին այդ իր կեղտոտ այդ լեզվի համար։ Սա եկավ ուզում էր սարքել նորից քրեական, այնա լավ է, այնպեսի կառույցներ խոսեցին, դե օրինակ սա քաղաքացիների վրա թքած ունեն, չէ՞, պետքա Վենետիկի հանձնաժողովը կարծիք տա, եվրոպական կառույցները կարծիք տան, որ սրանք հետ կանգնեն ու զրպարտությունը չքրեականացնեն, բայց փոխարենը ինչ արեցին։ Փոխարենը վիրավորանքը մտցրեցին խուլիգանության տակ, այսինքն լավ, մենք չենք կարա զրպարտությունը քրեականացնենք, այդ դեպքում ով համարենք, որ մեզ վիրավորում է, խուլիգանության հոդվածով կտանենք, կդատենք։ Օրինակ այդ իմնեմնիմի տղաներին այդ հոդվածով դատեցին խուլիգանության հոդված, ինչ վիրավորանքը տեղավորեցին խուլիգանության տակ, որը բնականաբար եւս մարդու իրավունքների խախտում է, որի մասին բարձրաձայնվել է եւ շարունակվելու է բարձրաձայնվել։ Մի խոսքով Ժաննա Անդրեասյանը, որպեսզի հասկանա, թե որտեղից է սկսվել, պետք է գնա այդտեղ, գնա մտնի Հայկական ժամանակ թերթի մեջ, Նիկոլ Փաշինյանը կարծեմ առաջի թերթը օրագիր էր կոչվում, ինձ կուղեն ավակ սերնդի լրագրողները, եթե սխալվեմ, գնացեք, վերցրեք, կարդացեք այդ թերթերը, տեսեք ինչ հայհոյանքներ են գրած։ Բա որ այդ չեք սիրում այդ մշակույթը, ոնց եք դարձել այդ բանը, մասը այդ մշակույթը։ Ես էլ չեմ սիրում, այո, լրագրողը պետք է չվիրավորի, չզրպարտի, պետք է ամեն ասած փաստարկված լինի, ապացուցված լինի։ Բայց դուք դավաճան եք։ Դուք անցել եք այն բոլոր վիրավորանքների, օրինակ ստոր, սրիկա, տահակ, խոտակեր, էլ ինչ էր ասում, ոչիլ, բացիլ, այդ բոլոր վիրավորանքների աննասուն, այդ բոլոր վիրավորանքների շեմը շատ ավելի ցածր է, քան դավաճանությունը։ Եթե այդ վիրավորանքները ստեղ է, դավաճանությունը ստեղ է։ Դուք դավաճան եք, դուք հանձնել եք իմ երկիրը, իմ պապերիս ժառանգությունը, դուք տվել եք իմ պապերին ցեղասպանողին։ Դուք արժանի եք նրան, ինչ որ կուզենա Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ յուրաքանչյուր հայ։ Սա աննորմալ պայմաններ է, որ դուք դեռ կաք, բայց էս է, եւ դուք պետքա հասկանաք սա։ Դուք պիտի ձեր ուղեղը մտնի, եւ եթե կրթությունը համարում եք նորաձև, պետքա այնքան ձեր այդ նեյրոնների ցանցը սենց ճիշտ դասավորի, որ հասկանաք, որ չի կարող մարդը, որին 9 ամիս շրջափակման մեջ եք պահել, ու որի համար կռվել են իրանք 200-ից ավել մարդ է զոհվել է ձեր ուրացման պատճառով Արցախում, որ այսօր կանգնում եք քաղաքացու վրա թքողի բերանով ասում եք թող մնային կռվեին, չեն կարա ձեզ չվիրավորեն եւ պետք է վիրավորեն։ Այո, վիրավորանքի մշակույթը վատ է, բայց դավաճանին հասնում է։ Լավ, եթե չէիք ուզում վիրավորեիք վիրավորանքներ, կարող էիք օրինակ հրաժարական տայիք նոյեմբերի 9-ից հետո ձեր դեմ քրեական գործեր կհարուցվեր ոչ միայն կատարած պատերազմական հանցանքներին, երբ որ Նիկոլ Փաշինյանը օրինակ 3-րդ օրը կանգնեցրել էր համալրումը բանակի, բայց օրինակ ասենք սահմանադրական դատարանի հետ կապված այդ ձեր ոտնձգությունների համար, որ շրջափակել եք, խոչընդոտում եք դատավորների գործը, կամ Նիկոլ Փաշինյանը, որ անմեղության կանխավարկածներ էր ամենաբարձր մակարդակով խախտում, թե Ժաննա Անդրեասյանը, որը սոցիոսկոպում է աշխատել, որը եվրոպական մարդու իրավունքների արժեքներով սենց
կուր կառույցեր եւ հրաշալի հետազոտություններ էին անում Աննա Ժամակոչյանի հետ միասին, որը հիմա սոցիալ փոխնախարարն է։ Միթե չգիտի, որ անմեղության կանխավարկածը խախտելով վարչապետի մակարդակով դա բանա չի համապատասխանում այն արժեքներին, որոնք իրանք նվիրվել են։ Չգիտի, գիտի իհարկե գիտի, բա ինչի եք սկսում, որտեղից սկսենք։ Բայց շնաբարո դուրս պրծուկները ով էր ասում ազգային ժողովի ամբիոնից։ Ազգային ժողովի ամբիոնից էս չափաբաժնով վիրավորանքներ ա եղել։ Բա ով էր գնում Ազատություն ռադիոկայանում ասում տեր են ման գալիս վնգստացող շների պես, ով էր Հիտլերի բառապաշարը օգտագործում դաշնակցության դեմ ասում բացիլների կուսակցություն, կորոնավիրուսային դատարանները։ Բա էս մակարդակով դուրս են եկել եկեղեցու դեմ եւ սա է ամբողջ կեղծարարությունը եւ կեղծավորությունը, որտեղ իրենք պարզապես չեն կարող մտնել։ Բայց մյուս կողմից, որպես մյուս մակարդակը, հա, որ հունիսի 1-ին խոսել էին նրա մասին, որ երեխաներ ջան, մի քիչ տենց մի ուշադրություն դարձրեք մեծերի գզվրտոցին եւ այլն, այստեղ ավելի բան վերլուծելու հասարակության կերտման իմաստով դաշտ կա։ Ինչ նկատի ունեմ։ Տեսեք, հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է։ Ի վերջո քաղաքացիական պայմանագիրը ինչ կուսակցություն է։ Եթե նայենք այդ կուսակցության կորիզը կազմված է երեխաներից, որոնց իրավունքները չեն պաշտպանվել։ Նույն Նիկոլ Փաշինյանը կարող է լինել, նույն ասենք Վահագն Ալեքսանյանը, որը իր հոր հետ կապված բաներ ուներ, խնդիրներ ուներ, կամ անընդհատ մենք սիրում ենք ասել, հա, աբիժնիկ են, չգիտեմ, բան են այդ մուր են հանում եւ այլն, բայց մենք փոխանակ մտածենք աբիժնիկ են, թե աբիժնիկ չեն, պետք է նեղվեինք, հա, պետք է նեղվեինք, որ մենք ունեցել ենք աբիժնիկների հասարակություն, որ հետ սովետական շրջանում ստեղծվել են երեխաների խումբ, որոնք պաշտպանված չեն եղել։ Բայց բնականաբար, եթե երեխան պաշտպանված չի լինում, ամենամանր բաները, հա, կարանք ասենք ջութակ նվագող, գիտար նվագող երեխային, սովորող երեխային ճնշելը, տարբերվող երեխային ճնշելը, ծանոթ չունեցող երեխային ճնշելը, պորճի երեխա չլինելու համար երեխային ճնշելը։ Երբ որ մենք ունեինք այդպիսի մշակույթ հետ սովետական, որը ի հայտ էր եկել իհարկե տնտեսական փլուզումից հետո, մենք պետք է մեզ ված զգանք, որ մենք ունեցել ենք չպաշտպանված երեխաներ, եւ այդ չպաշտպանված երեխան բնականաբար, եթե դու իրան համայնքից դուրս ես շպրտում, ինքը պետքա գտնի նոր համայնք, ինքը պետքա գտնի իր նմաններին ուժեղանա եւ գա վրեժը լուծի, ոնց որ հիմա մենք ենք, հա, ազգային գաղափարներով տարվածները տենց փորձում իրար գտնել, որպեսզի միասնական ճակատով կարողանանք մեր վրեժը մուրը հանել, ինչը կրկին կարող է վտանգավոր լինել, երբ որ ազգային դաշտը գա իշխանության եւ միայն վրեժով լցված լինի։ Այսինքն մեր անելիքը, այո, այդ երեխաներին պաշտպանելն է, երեխաները պաշտպանված մեծանալն է, որպիսի կարիք չլինի չպաշտպանված երեխաներից նրանց պաշտպանել։ Հիմա մենք չպաշտպանված երեխաներից չկարողացանք Արցախի 30,000 երեխային պաշտպանել։ Չպաշտպանված երեխաների պատճառով մենք, օրինակ, մենք չէ, կհիշեք Ադրբեջանում են երեխաները, որ շրջափակված էր արդեն ու երեխաների ավտոբուսը հետ էր գնում Ստեփանակերտ։ Ադրբեջանի այդ ահաբեկիչները դուռը բացեցին ու այնտեղ մի քանի երեխայի ուշքը գնաց։ Այս լրիվ պատճառահետևանքներ են, հա, մենք եթե մենք պետք է անընդհատ նստենք ասենք աբիժնիկ, դա նորմալ չի, որովհետև մի կողմից մենք հետևանքի մասին ենք խոսում, ոչ թե ախտորոշման, երկրորդ մենք պետք է ված զգանք, որ մեր հասարակության մեջ կան աբիժնիկներ, յուրաքանչյուր նեղացած մարդուն համար պետք է ված զգանք։ Ես հիշում եմ բանակում ռազմական ոստիկաններից մեկը, դե բանակում զինվորները առհասարակ չեն սիրում ռազմական ոստիկաններին, բայց մեկը եկել էր տենց մեր հետ բարոյա ոնց են ասում, բարոյա հոգեբանական ճառեր էր ասում ու ամբողջ խոսակցությունը կազմել էր նրա վրա, որ ուժեղը պետք է թույլին պաշտպանի, որ ուժեղը նա է, ով որ թույլին պաշտպանում է։ Չէ, բայց իսկապես տենց է, չէ, կարաս, չէ, դու ասենք թույլին գտնես, գնաս նեղես, ճնշես,
ինչ ուզես անես հետը ու ասես դե մենք ուժեղ ենք։ Ինչը տա ուժեղ թույլ ես գտել ճնշում ես։ Ինչն է դժվար։ Թույլին պաշտպանելը։ Սա հատկապես ռուսամետները կարող են այս պահել իրենց ուղեղում, որովհետև Ռուսաստանը ի սկզբանե թե քաղաքական պատճառներով դարել է թույլի պաշտպանը։ Օրինակ Վրաստանը հարձակվում է թույլի վրա, Օսեթների Աբխազիայի, ինքը դառնում է թույլի պաշտպանը։ Կամ ասենք հարձակվում է բանում, Մոլդովայում Մերզդնեստրի վրա են հարձակվում, ինքը դառնում է թույլի պաշտպանը։ Սա թե մշակութապես է, թե բանով է, ինչ են ասում, թե աշխարհաքաղաքական հետևանքների արդյունք է, բայց այդպես է դարձել։ Ու հա, այդ ռազմական ոստիկանը երկար խոսում էր դրա մասին, որ պետք է, որ ասենք, եթե տեսնում ես ինչ-որ մեկը թույլ է, պետք է նրան աջակցես, ոչ թե կոտրես։ Դե ընդհանրապես 18-20 տարեկան տենց տղաներ են բանակում ու բնականաբար ավելի շատ տենց արյուն ռուշտ են, հա, մեկը մեկին ճնշի, մեկը մեկին բանանի, երբ որ ինքը վերջացրեց իր խոսքը, որը կարելի է անվանել նաև քարոզ ու գնաց։ Այդ տղաները բանակի ասում են, բայց դա ճիշտ է ասում, էլի, ճիշտ է ասում, տենց պիտի լինի, էլի, այն ինչ որ ասում է ճիշտ է ասում։ Իհարկե մի օր հետո արդեն այդ ամեն ինչը մոռացվել էր, բայց մեր ենթագիտակցական թե գիտակցական մակարդակում ճշտերը դրված է, մենք գիտենք ճիշտը որն է։ Եվ ճիշտը հենց այդ է, ոչ թե ասել, որ Նիկոլ Փաշինյանին աբիժնիկ են, այլ մտածել ինչպես անել, որպեսզի աբիժնիկների հասարակություն երբեք չլինի, որպեսզի քաջալերանքի մեկը մյուսին քաջալերելու հասարակություն լինի։ Ես նաև հիշում եմ պատերազմում, երբ որ մեկը մի քիչ վախից տենց բան էր անում, հիվանդ էր ձևանում, փոխանակ մենք այդ մարդուն կոտրեինք, ոնց որ առհասարական թումված է լինում, ասենք կարա այս սաչկո, այս ինչ ես անում բանը, ընդհակառակը ձև տվեցինք, թե այո, բանը իսկապես մենք նեցուկ ենք իրան, եթե վատ է, անպայման փորձենք հեսա օգնենք, տենց տրամադրում էինք, կդզվես աղբեր ջան, կդզվես, ամեն ինչ լավ կլինի, ու այդ իր վախը ամբողջությամբ անցավ։ Բա համայնքը ինչի համար է, եթե իր անդամին չի քաջալերելու եւ պաշտպանելու։ Հայ ազգը ինչի համար է, եթե մեկս մյուսին չենք բարձրացնելու, ամեն մեկս փորձենք մեկս ինքնուրույն բարձրանալ եւ գցենք մյուսներին, ինչպես նախկին քաղաքական մշակույթում ընդունված էր։ Ու արդյունքում այո, ձևավորվելու են այսպիսի նիկոլական շրջապատեր, որոնք գալու են ու փորձեն վրեժ լուծել։ Մի խոսքով, ես ինձ թվում է արդեն ամփոփ եմ, ասելիքս վերջացավ եւ ցտեսություն։ Եկեղեցու կողքին ենք ու պետքա մտածել անընդհատ հարձակման մասին, ոչ միայն պաշտպանության։